Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ցեղասպանության վերջին վկաներեն Մերի Վարդանյանը մահացած է։ Սկսած է Բոլսո հայոց պատվիրակարանի եկեղեցական քույկերու աջուրտը։ Սիրո առասպելը հայկական բարի կակատներուն։ Վանի պատգամավորի նախաձեռնությունը եւ անոր հետևանքները։ Կարդեսներուն վրա չերևցող սահմանները։ Հայ զորավարը Արևմտյան Հայաստանի մեջ։ Արցախի էջը չի գրնար փակված ըլլալ Մանուկ Այվազյան։ Ոսկե ծիրանի պատվավոր հյուրը պիտի ըլլա Սիմոն Աբկարյան։ 112 տարեկան հասակին մահացած է 1914 թվականին այնտեպի մեջ ծնած Մերի Վարդանյանը հայրու ցեղասպանության վերջին կենդանի վկաներեն մեկը։ Իր կյանքին ընթացքին ան անցած է երկար ու դժվար ճանապարհը Գազային անտապ, ապա դեղափոխված Հալեբ, Բեյրութ եւ վերջապես Միացյալ Նահանգներու Մասաչուսեթս նահանգ։ Ցեղասպանության տարիներուն ան 1 տարեկան էր։ Ան վերականգնած է իր ընտանիքը եւ բահբանած հայկական ավանդույթները, հատկապես սերակորձության եւ քորքագործության ոլորտներուն մեջ, որոնց գործերը ցուցադրված են նաեւ Լիբանանի մեջ Գիրիկիո կաթողիկոսության թանգարանին մեջ 1935-ին ամուսնացած է երաժիշտ Հովհաննես Վարդանյանի հետ եւ ունեցած 6 զավակ։ Ամուսնուին Մահեն յետք հաստատված է ԱՄՆ, ուր շարունակած է իր մասնակցությունը հայկական համայնքային եւ եկեղեցական կյանքին։ Ան հայտնի էր իր խոնարհությամբ, հավատքով եւ մարդասիրությամբ։ Վերջին տարիները անցուցած է Մասաչուսեթսի հայկական ձերանոցին մեջ։ 2024-ին արժանացած է նահանգային բադվո հայրու ցեղասպանության հիշադակի արարողության ժամանակ որպես կենդանի վկա։ Մերի Վարդանյան յետին ցկած է 6 զավակ, 15 թոռ, 21 ծոր եւ 1 ծորանծոր։ Բոլսո Կում Կապուի Սուրբ Աստվածածին աթորանիստ եկեղեցվո եւ Զելա ոսկերչական ընկերության միջև թադական վեճը նոր շրջան մտած է։ Հունիս 30-ին կայացած նիստը հետաձգված է մինչև դեկտեմբեր 3։ Միաժամանակ հունիս 29-ին սկսած է եկեղեցվո պատկանող 3 անշարժ քույկերու աջուրտը, որոնք մաս կկազմեն Բոլսո Փակ շուկային մեջ գտնվող ավելի լայն 9 արժեքավոր քույկերու խումբին։ Եկեղեցվո ներկայացուցիչները նշած են, որ 6 քույկեր դեռ պաշտպանված են ժամանակավոր միջոցներով, իսկ մնացած 3-ին վաճառքը կշարունակվի։ Վաճառքի բարակային գումարը պիտի փոխանցվի Զելա ընկերության որպես փոխհատուցում։ Եկեղեցին կշարունակե իր իրավական պայքարը իր քույկերու պաշտպանության նպատակով։ Ալաշկերտի տաշտին մեջ վեր խոյացող չրափաշխլերը հայկական բար լեռնաշխտային նշանավոր կակատներեն է թարեր շարունակ սրբազան նկատված Ալաշկերտի հայության գոմե։ Ժողովրդական ավանդության մեջ Սուգավետն ու Ալատաղը կապված են սիրո պատմության հետ։ Հայ քահանայի որդին եւ քյուրջ չեխի դուստրը գսիրահարին, սակայն անոնց ընտանիքները գահագարագին այդ միության։ Համբարձման գիշերը անոն կփախչին, բայց ծնողներուն անեցկով կվերածվին երկու լեռներու, Հավիդյան իրարու դիմաց կանգնած եւ կարոտով զիրար դիդելով։ Ավանդությունը կբատմե թե միայն համբարձման դոնին լուսապացին, Սուգավետն ու Ալատաղը խորտավոր գերբով կհանդիպին, կքրգախառնվին եւ դարձյալ կփաշնվին։ Անոնց արցունքները կվերածվին հավերժական ցյունի, որ կծածկե լեռներուն կակատները։ Համբարձման դոնին Ալատաղը դարձած էր ուխտավայր, ուր հայ եւ քյուրդ երիտասարդները միասին կբարձնային լերը, մոմ կվարեին եւ հայերեն ու քրդերեն սիրային երգեր կերկեին։ Այս ավանդազրույցը երկար ժամանակ պահպանված է նաեւ ժողովրդական բանահյուսության մեջ, սերունդե սերունդ փոխանցվելով թե հայ, թե քյուրդ պատմողներուն գոմե որպես սիրո, բաժանումի եւ մարդկային ողբերգության խորհրդանիշ։ Հայրու ցեղասպանության տարիներուն իր գործունեությամբ հայտնի Վանի պատգամավոր Իբրահիմ Արվաս ներկայացուցած էր Մենի էթիկար շահարկման արգելման օրենքի նախագիծը։ Թեև ան պաշտոնապես կներկայացվեր որպես տնտեսական կարևորման միջոց, հետագային գազմված հանձնաժողովները գործնականին մեջ օգտագործվեցան քրիստոնյա եւ հրյա, հատկապես հայ, հույն եւ հրյա գործարարները շուկային դուրս մղելու համար։ Այսպիսով այդ համագարկը դարձավ տնտեսական ճնշման եւ մեգուսացման միջոց եւ բազմաթիվ փոքրամասնություններու համար վերածվեցավ վախի ու անորոշության խորհրդանիշի հայրու ցեղասպանության շրջանին։ Կան սահմաններ, որոնք կարդեսներուն վրա չեն երևիր։ Անոնք կձևավորվին հիշողությամբ, փորձառությամբ եւ ցավով։ Վերջին տարիներուն Երևանի մեջ հաջող կհանդիպինք Արցախին դեղահանված մարդոց, հատկապես վարորդներու, որոնց շեշտադրումն ու խոսքը կբացահայտեն իրենց պատմությունը, երբեմն նաեւ մեզ այստեղ չեն սիրեր զգացումով։ 2023-ի իրադարձություններն հետ հազարավոր արցախցիներ ներգրավեցան Հայաստանի առօրյային մեջ, բերելով թե համերաշխություն, թե լարվածություն։ Լեզուն միավորող է, բայց երբեմն նաեւ գշեշտե դարբերություններ ցույց տալով, որ նույն բարերով մարդիկ կրնան դարբեր կյանքեր գրել։ Արցախյան պատերազմը շատերուն համար ոչ միայն դարածքի, այլ նաև տան եւ հիշողության գորստյան փորձառություններ։ Այս հարցը ի վերջո ոչ միայն քաղաքական կամ աշխարհագրական է, այլ մարդկային, հասկանալու իրար նույն ցավի դարբեր փորձառություններով։
1837 թվականի հուլիս 3-ին ծնած է հայ նշանավոր զորավար Բորիս Մեդաքսյան, որ կարևոր դեր ունեցած է 1877-1878 թվականներու ռուս թուրքական պատերազմի ընթացքին։ Ան մասնակցած է Ալաջայի ճակատամարտին եւ ռուսական զորքերու հետ մուտք գործած է Գարին։ Քաղաքին գրավում են յետ նշանակված է Գարինի նահանգապետ, ղեկավարելով Արևմտյան Հայաստանի կարևոր կետրոններեն մեկը, սակայն անոր կյանքը կարճ տևած է։ Գարինի մեջ վարակված է դիֆով եւ մահացած է ընդամենը 40 տարեկան հասակին, ցկելով իր անունը հայ նշանավոր զորավարներու շարքին։ Համայնքային գործիչ Ազատամարտիկ Մանուկ Այվազյանը զրույցի ընթացքին ասաց է, որ հասարակությունը պետք է իր հերոսները արժևորե ոչ միայն խոսքով կամ մահեն ետք, այլ կենդանության օրոք։ Անդրադառնալով Լոս Անջելեսի մեջ անհետ կորած զինվորներու հիշադակին նվիրված խաչքարի բացման արարողության, ան նշած է, որ հիմնականորեն ներկա եղած են Արցախի պատերազմի մասնակիցները, ափսոսանքով ընդգծելով, որ գուզեր տեսնել ամբողջ հայ համայնքը։ Յուրաքանչյուրը իր դան մեջ հայրենասեր է, բայց կենացներով հայրենասեր չեն դառնար։ Պետք է համախմբում ըսած է ան։ Այվազյանը նաև շեշտած է, որ ասկը մորնալը կնշանակե ինքնության գորուստ, օրինակ բերելով Գևորգ Ճավուշը, Կարեկին Նեշտեհը եւ Անդրանիկ Օզանյանը։ Արցախի մասին ան ընդգծած է, որ անոր էջը չի գրնար փակված նկատվիլ, հիշեցնելով 3000-ը ավելի զոհ եւ 10,000-ը ավելի վիրավոր, եւ որ Արցախի գաղափարը պետք է շարունակե ապրիլ հայ ժողովրդին մեջ։ Աշխարհահռչակ Ֆրանսիայի դերասան, դրամատուրգ եւ բեմադրիչ Սիմոն Աբկարյանը պիտի լա այս տարվան Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը։ Մոտ կես տարյա կարիերա ունեցող Աբկարյանը սկսած է 1980-ականներուն Միացյալ Նահանգներու մեջ, իսկ 1990-ականներեն ի վեր կնկարահանվի ֆրանսական եւ ամերիկյան ֆիլմի մեջ։ Ան մարմնավորած է նաեւ պատմական կերպարներ, ինչպես Արշիլ Գորկի եւ Միսակ Մանուշյան։ Վերջիններեն է 2026-ի Գաննու ֆիլմը, ուրան մարմնավորած է գեներալ Շարլ դե Գոլի դերը։ Սիմոն Աբկարյան բազմիցս արժանացած է Ֆրանսիայի Մոլիեր մրցանակին որպես լավագույն դերասան, բեմադրիչ եւ դրամատուրգ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։